Ոնց էլ չլինի դպրոցում Համոսահյանի գրածներից անգիր սովորած կլինես։ Իսկ ձեր ուսուցիչները ձեզ պատմել են, որ Սահյանը շատ ծանր մանկություն է ունեցել։ Հա, նրա մանկությունը այնքան ծանր է եղել, որ փոքր ժամանակ աշխատել է որպես նախրապան, իսկ հետո գնացել է Բաքու իր հոպարի մոտ ու աշխատել որպես բանվոր։ Չմոռանաս գրանցվել Գիտակերտին։ Մի որոշ ժամանակ անց մահանում է Սահյանի մայրը եւ դեռ 1 տարեկան չդարձած փոքրիկ եղբայրը։ Պատկերացնում եք ինչերի միջով է անցել Սահյանը, ու այսքան դժվարություններից հետո նրա շեշտը միշտ կրթության վրա է եղել։ Նա անverջ կրթվում էր։ Սահյանը հերիք չի մասնակցել է հայրենական պատերազմին, մի հատ էլ մարտի դաշտում ստեղծագործում էր։ Նա իր գրածները ուղարկում էր Ստեփան Զորյանին, իսկ Զորյանը ոգեշնչում էր նրան։ Համել ասեմ, որ Զորյանը ոգեշնչելուց բացի Սահյանին հրավիրել է Երևան ու օգնել, որ տպագրի առաջին ժողովածուն։ Չմոռանաս լայքս դիր, լայքս։ Կոմենտներում գրեք, թե ինչ գիտեք Համոսահյանի մասին։ Գրեք, մենք էլ կրթվենք եւ լինենք տեղեկացված։